Ջերմ ողջույն հարգելի հետևորդներ, այսօր կպատրաստենք հիանալի թխվածքաբլիթներ, որոնք ընդամենը մի քանի բաղադրիչից են բաղկացած եւ պատրաստվում են բառի սուղ իմաստով 10 րոպե։ Թխվածքաբլիթները պատրաստվում են առանց մածունի եւ անչափ համեղ են։ Դե ինչ, մեզ այսօր անհրաժեշտ է լինելու մաղված ալյուր մոտ 200-250 գրամ, 1 հատ ձու, անհրաժեշտ է լինելու շաքարավազ մոտ 100 գրամ, բուսայուղ, փխրեցուցիչ եւ վանիլին։ Առաջ ձուն լցնում ենք թասի մեջ եւ շատ թեթև հարում, որից հետո միանգամից կամ փուլ-փուլ ավելացնում ենք շաքարավազը։ Այսպես կհարենք 1 րոպեի չափով։ Որից հետո կավելացնենք բուսայուղը, մի թեթև եւս կհարենք եւ կավելացնենք ալյուրը, սակայն մինչ այդ փխրեցուցիչը եւ վանիլին ավելացնում ենք ալյուրին, մաղում ենք, սակայն ոչ ամբողջությամբ։ Ես գիտեմ չափաբաժինը, մաղում եմ ճիշտ քանակությամբ, դուք մաղում եք փուլ-փուլ եւ քիչ-քիչ։ Խառնում ենք, հիմա գդալով կշարունակենք աշխատել, որովհետեւ խմորը ծանրանում է եւ արդյունքում պետք է ստանանք շատ փափուկ ենթարկվող խմոր, որը չպետք է կպչի ոչ հատակին, ոչ ձեռքերին։ Խառնում ենք այսպես, հունցում ենք 2-3 րոպե եւ ինչպես նկատում եք, մեզ անհրաժեշտ խմորը մենք արդեն ստացել ենք։ Տեսնում եք, ձեռքերին չի կպչում, հատակին եւս։ Անմիջապես տեսք ենք տալիս, վերցնում ենք կես ճաշի գդալ խմորից կամ մի փոքր ավելի քիչ, ես մի փոքր մեծ թխվածքաբլիթներ եմ պատրաստում, կվերցնեմ կես գդալի չափով։ Հարթեցնում ենք, կլորեցնում ենք, տափակեցնում ենք մի փոքր, այսպես, եւ դնում ենք յուղաթղթի վրա, ջեռոցի համար նախատեսված ափսեի վրա, այնպես ենք դնում, որ միմյանցից հեռու լինեն։ Հիմա պատառաքաղով այսպես նախշեր կանենք, ինչ ուզում ենք այն էլ անում ենք, եթե չենք ուզում, ընդհանրապես չենք անում։ Որից հետո ցանկության վրայից շաքարավազ ենք ավելացնում այսպես, յուրաքանչյուրի վրա մեկական պտղունց եւ ուղարկում ենք կամ նախորոք տաքացված ջեռոց 10-12 րոպե կամ սառը ջեռոց, ինչպես ես ուղարկեցի, եթե նկատեցիք, ես կթխեմ այս պարագայում մոտավորապես 15, 16, 17 րոպե, դա կախված է իրավիճակից։ Թխվածքաբլիթները պատրաստ են, թեթևակի կարմրել են, շատ չենք չորացնում եւ մի փոքր սառչելուց հետո ծածկում ենք տոպրակով, պարտադիր կերպով, որպեսզի չչորանան։ Այսօրվա համար այսքանն էի նախատեսել, դուք էլ պատրաստեք, վայելեք 1 գավաթ սուրճի կամ թեյի հետ միասին։ Իսկ մենք շուտով կհանդիպենք։